2026 թվականը, որը կընկնի հրեձիու նշանի տակ, արդեն իսկ երևում է աստղագուշակական հորիզոնում։ Այս էներգետիկ և հզոր հովանավորը խոստանում է դինամիկ փոփոխությունների և տպավորիչ նվաճումների ժամանակաշրջան։ Կենդանակերպի 3 նշանների համար նրա այցը հատկապես նշանակալից կլինի, բացելով դուռը դեպի ֆինանսական բարեկեցություն և արժանի ճանաչում։ Ովքեր են այս բախտավորները, որոնց կդիմավորեն բարգավաճումը։ Խոյ. տարերի էներգիան և ֆինանսական հաջողությունը։ Խոյը, ինչպես ոչ ոք, արձագանք է գտնում հրեձիու հզոր էներգիայի հետ։ Ձեր բնական ձեռնարկատիրությունն ու անսասանությունը կգտնեն վերևից հզոր աջակցություն։ Տարին խոստանում է լինել այն ժամանակը, երբ ձեր նախաձեռնողականությունն ու քաջությունը առատաձեռնորեն կպարգևատրվեն։ Առաջին իսկ ամիսներից դուք կարող եք դրական տղաշարժեր զգալ ձեր ֆինանսական վիճակում։ Մուտքային համագործակցության առաջարկները կամ նոր նախագծերը բոլոր հնարավորություններն ունեն դառնալու եկամտի հուսալի աղբյուր։ Ձեր խնդիրն է գործել վճռականորեն, բայց մտածված։ Հրեձին կնպաստի նրանց, ովքեր չեն վախենում պատասխանատվություն ստանձնել և առաջնորդել ուրիշներին։ Հնարավորությունների հոսքը արագ կլինի, և կարևոր է պատրաստ լինել դրանք օգտագործելուն։ Ցուլ. կայունություն և կարիերայի առաջխաղացում։ Ցուլերի համար 2026 թվականը կարող է շրջադարձային լինել, երբ քրտնաջան աշխատանքն ու պրոֆեսիոնալիզմը արդյունք կտան։ Հրեձին փոփոխությունների քամի է բերում ձեր չափված կյանք, որը կարող է ձեզ մղել դեպի նոր կարիերայի բարձունքներ։ Դուք կարող եք ստանալ անսպասելի, բայց խոստումնալից առաջարկ, որը կպահանջի որոշակի քաջություն։ Սա կարող է ներառել կարիերայի փոփոխություն, պատասխանատու պաշտոն կամ սեփական բիզնես սկսել։ Այս տարին ձեզ սովորեցնում է, որ իրական կայունությունը ձեռք է բերվում խելամիտ ռիսկի միջոցով։ Վստահեք ձեր գործնական բնազդներին, այն ձեզ կուղեկցի ճիշտ ուղու վրա։ Ֆինանսական բարեկեցությունը բնականաբար կստացվի ձեր հարմարավետության գոտուց դուրս գալու և կյանքի մարտահրավերները ընդունելու ձեր պատրաստակամությունից։ Կույս, հաշվարկի և ինտուիցիայի ներդաշնակություն։ Պրագմատիկ և վերլուծական կույսերը 2026 թվականին կստանան եզակի հնարավորություն վերանայելու իրենց կյանքի նկատմամբ մոտեցումը։ Հրեձին հրավիրում է ձեզ լրացնել ճշգրիտ հաշվարկները համարձակ ազդակներով և վստահել ձեր ներքին ձայնին։ Տարին խոստանում է հնարավորություններ, որոնք առաջին հայացքից կարող են արկածային թվալ, բայց ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո կհաստատվեն որպես բարգավաճման աղբյուր։ Հաջողությունը կայանում է ուշադիր պլանավորման և ինքնաբուխ գործողությունների միջև հավասարակշռություն գտնելու մեջ։ Արագ որոշումներ պահանջող իրավիճակները կարող են հանգեցնել ամենաբարենպաստ հետևանքների։ Բացեք ձեզ նոր փորձառությունների համար և մի վախեցեք նախաձեռնություն ցուցաբերել ձեր մասնագիտական կյանքում։ Երբ թույլ տաք ձեզ առաջնորդվել ոչ միայն տրամաբանությամբ, այլև ձեր սրտի ցանկությամբ, ֆինանսական հոսքերը կհոսեն ձեր կյանք։ Ցուլ. 10 դառը ճշմարտություններ ամենահողային նշանի հետ հարաբերությունների մասին։ Ցուլ. հանգիստ, հուսալի, զգայական։ Թվում է, թե դուք կարող եք ժայռի պես ամուր սեր կառուցել նրանց հետ, բայց ինչպես ասում են, ամեն ինչ որ փայլում է, ոսկի չէ։ Մինչև ցուլի հետ հարաբերությունների մեջ ընկղմելը կարևոր է իմանալ նրա որոշ բնավորական գծերի, որոնք կարող են իսկական փորձություն լինել ձեր զուգընկերոջ համար։ Պատրաստ եք պարզել ճշմարտությունը։ Նշեցեք, ո՞րն է փոքրիկ բույսիկը։ 1. Համառությունը նրանց ամենաուժեղ գիծն է։ Ցուլերը շատ համառ են և դժվար է համոզել։ Երբ նրանք որոշում են կայացնում, գրեթե անհնար է փոխել նրանց միտքը։ Պատրաստ եղեք զիջումների գնալ կամ պարզապես ընդունել նրանց տեսակետը։ Կառուցակիցն է ավելի շատ կրակղերի չէ։ 2. Սեփականությունը նրանց թուլությունն է։ Ցուլերը բնույթով սեփականատեր են։ Նրանք խանդոտ են և կարող են ուժեղ սեփականատերական զգացողություններ ունենալ։ Պատրաստ եղեք, որ նրանք կվերահսկեն ձեր շփումներն ու փոխազդեցությունները ուրիշների հետ։ Մի տվեք նրանց որևէ պատճառ նախանձելու համար։ 3. Պահպանողականությունը նրանց կյանքի ձևն է։ Ցուլերը սիրում են կայունություն և չեն սիրում փոփոխություններ։ Նրանք նախընտրում են ապացուցված մեթոդներ և չեն սիրում ռիսկի դիմել։ Պատրաստ եղեք, որ ձեր զուգընկերը կհետևի ավանդույթներին և չի գոհանա ինքնաբուխ որոշումներից։ 4. Դանդաղությունը նրանց տեմպն է։ Ցուլը չի սիրում շտապել և ամեն ինչ անում է մանրակրկիտ և հանգիստ։ Պատրաստ եղեք, որ դա նրանց ժամանակ կպահանջի որոշում կայացնելու կամ քայլ անելու համար։ Մի շտապեցրեք նրանց։
5. Նյութապաշտությունը նրանց արժեքն է։ Ցուլը գնահատում է նյութական բարիքները եւ հարմարավետությունը, նրանք սիրում են գեղեցիկ իրեր եւ լավ կենցապայմաններ։ Պատրաստ եղեք, որ ձեր զուգընկերը մտահոգվի նրանց ֆինանսական բարեկեցության համար։ 6. Խանդը նրանց հիվանդությունն է։ Ցուլը կարող է շատ խանդոտ լինել, նույնիսկ եթե դրա համար պատճառ չկա։ Նրանք վախենում են կորցնել այն, ինչ թանկ է իրենց համար։ Պատրաստ եղեք այն փաստին, որ դուք ստիպված կլինեք անընդհատ ապացուցել ձեր սերն ու նվիրվածությունը։ 7. Գաղտնիությունը նրանց պաշտպանվելու միջոցն է։ Ցուլը չի սիրում կիսվել իր զգացմունքներով եւ փորձառություններով։ Նրանք կարող են լինել գաղտնապահ եւ ինքնամփոփ։ Պատրաստ եղեք նրանց վստահությունը երկար ժամանակով վաստակելուն։ 8. Նրանք սիրում են հարմարավետություն եւ հաճույք։ Ցուլը սիրում է հարմարավետություն, համեղ ուտելիք եւ լավ զվարճանք։ Պատրաստ եղեք, որ ձեր զուգընկերը կձգտի ստեղծել հաճելի միջավայր իր համար եւ կվայելի կյանքը։ 9. Նրանք դժվար են փոխվում։ Ցուլի համար դժվար է փոխել իր սովորություններն ու կյանքի նկատմամբ հայացքները։ Նրանք դժվարանում են հարմարվել նոր պայմաններին։ Պատրաստ եղեք, որ ձեր զուգընկերը կլինի պահպանողական եւ չի ցանկանում ընդունել փոփոխությունները։ 10. Նրանք կարող են լինել пассив եւ անգործունակ։ Ցուլին երբեմն պակասում է էներգիան եւ նախաձեռնողականությունը։ Նրանք կարող են լինել пассив եւ երկար ժամանակ պահանջել իրենց որոշումների շուրջ մտածելու համար։ Պատրաստ եղեք այն փաստին, որ դուք ստիպված կլինեք նրանց մղել գործողություններ ձեռնարկելու։ Եզրափակելով ցուլի հետ հարաբերությունները, առաջին հերթին համբերության, հասկացողության եւ հարգանքի արտահայտություն են։ Եթե դուք պատրաստ եք դրան, ցուլը կլինի հավատարմ, հուսալի եւ հոգատար զուգընկեր։ Ինչ փորձ ունեք ցուլի հետ։ Կիսվեք մեկնաբանություններում։